այն երագլուխ, այսպես ասած հրեշը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, իրականում քառագլուխ հրեշ է, ինքն էր ներառյալ, որտեվ այդ երկու բևեռները առանց մեկը մյուսի կյանք չունի եւ հենց մեկի կյանքը, մեկի քաղաքական ապագան պայմանավորված է մյուսի գոյությամբ եւ այս հայտնի սկեչ կա, չէ՞, ներողություն արտահայտությանս բորշա փչացած, այստեղ էլ ազգային ժողովում էլ դավաճան թալանչի բևեռն է եւ իրենք այսպես պինգ-պոնգ են խաղում իրար հետ, պաստալով դա եւ դրա արդյունքում տուժում է հանրությունը, որովհետեւ եւ քաղաքական խոսույթի նշաձողն է նվազում եւ ընդհանրապես դրանից բովանդակությունը կորում է, ծրագրերը կորում են, ապագային միտված խոսակցությունները կորում են, անընդհատ տեսնում ենք անցյալին են քաշում եւ կրկին այս պարադիգմում մեր խոսույթը կարծում եմ որ շահեկանորեն տարբերվում է, որովհետեւ մենք առաջ ենք նայում, որովհետեւ մենք քննադատում ենք իշխանությանը ոչ թե հետևից, այլ քննադատում ենք առջևից, ասում ենք, որ քո ռեֆորմները ձախողված են, որ քո ռեֆորմները եթե ինչ-որ միտեղ էլ հաջողված են, դրանք դանդաղում են, որ դու 18 թվականին ոչ թե թուրք-ադրբեջանական դավադրություն ես իրականացրել, այլ իրականացրել ես ժողովրդի կամքը եւ հեղափոխական փոփոխությունների խոստում ես տվել, որոնք սակայն հիմա չես կատարում։